Հարև, հասանք Ղևդացոց գրքին 10-րդ գլխուն, ուր Աստված մտահոգ էր սրբության նկատմամբ Իսրայելի զավակներուն ամենօրյա ընթացքին։ Դերը պատվերներ կուտա, թե ինչպես պետք է վարվել փորոդության եւ մեղքին հետ եւ ինչպես ապրել սուրբ կյանքը։ Հիշեցեք, որ փորոդությունը շատ վարագիչ էր, հատկապես եթե վերքերը բացը լային եւ մորթը գեղվված։ Երբ անցիմը մորթին վրա խոցեր վերքեր երևնային, ան պետք էր քահանային մոդենար, որ կարողանար քններ զինք։ Աստված կգործեր բոլոր մարդոց շահին համար, որբեսի արգելե հիվանդության դարածումը։ Երրորդ համարին մեջ, եթե մարդը իր մորթին վրա ախտի նշաններ ունենար եւ քահանան նկատե, որ այդ մորթեն ավելի խորունգ է, ան կհայտարարե անոր ձիսականորեն անմաքուր ըլլալը եւ մարդը պետք է անչադվի 7 օր։ Եվ կոծվել են ետք, եթե քահանան տեսնե, որ վերքը անցած է, ապա զայն կհայտարարե, որ այդ փիծ մնե, թեթև հիվանդություն մնե եւ մարդը ազատ կարձակվի։ Բայց եթե վերքը ջերմագած է, մարդը պետք է անչադվի 7 օր եւս։ Թեև փորոդությունը մեղքի հետևանքով առաջացած հիվանդություն մը չէ, սակայն լավ պատկերացում մնե մեղքին շատ մգերբերով։ Նախ այն կշրջի արյան մեջ, որ կնմանի, թե ինչպես մենք ժառանգած ենք մեղքը բնությամբ։ Երկրորդ, փորոդությունը նույնպես քարշելի է եւ դքեղ, ինչպես որ մեղքն ու ադոր հետևանքները։ Եվ երրորդ, փորոդությունը եղած է անփուժելի կամ այդպես էր մինչև վերջերս։ Փորոդությունը կսկսի նաև բզդիկ ուրեցքով կամ բաղբաչով։ Բայց եթե շուտ ախտաջանաչում չլա եւ չի հերացվի, այդ պատճառ կդառնա թանթաղ եւ երկարադեպ մահվան։ Պատկերացուր, թե որքան դժվար պիտի լար տեսնել քու մորթիդ վրա այս տեսակի ախտանիշները, երթալ քահանային մոտ եւ ստիպված ըլլալ անչադվիլ ընտանիք հետ, ընկերներ հետ, մինչև քահանան քեզ մաքուր հայտարարե։ Հավանաբար դանչանք էր սպասել, որ այդ մաքրվի եւ ավելի վատ, եթե հիվանդության ախտաջանաչումը դրական լար, որովհետեւ փորոդություն կնշանակեր ստիպողական մեգուսացում ժողովուրդեն։ Թույլ տվեք խոսիմ հոգեվոր փորոդության կամ մեղքի մասին, քանի որ այսօր այդ անմիջապես ճնշված է Տեր Հիսուսի մեկ խոսքով, որ գսե քու մեղքերդ ներված են։ Հիսուս փուժեց ֆիզիկական հիվանդությունը եւ դակավին կփուժե ինչ որ ցույց կտա, որ ան գոհոկա մեր մարմնին մասին, մեր մտքին եւ հոգին։ Բայց շատ հստակ է, որ ամենակարևորն է բժշկելը մեր հոգիները ու ներելը մեր մեղքերը։ Քահանային երրորդ ըստուկումին ժամանակ պիտի հայտնվի, թե փորոդությունը դարածված է կամ ոչ։ Գրգին անգամ այս շատ կնմանի այն գերբին, որ դերը գվարվի մեզի հետ եւ մեր մեղքին հետ, որովհետեւ ան մեզի գուտա ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ հազարավոր արիտներ, ապաշխարելու եւ փոխվելու, որովհետեւ դերը երկայնամիտ է եւ ան գուզե, որ ոչ ոք մեղքի մեջ կորսվի։ Բայց մեզի համար հարցումը այն է, թե ինչ կդենք այդ արիտներով։ 9-17 համարները կվերապերին երկարադեպ եւ մնայուն փորոդության հետ։ Գրգին անգամ քննվելով այս կնմանի այն մեղավորներուն, որոնք բոլորովին իրենց մոլության ասեցության դակ են, լա այդ խմիչքի կամ տմրեցուցիչի կամ անփարոյության կամ գողագիծի անհավատարմության։ Միայն քերբնական միջոցը կգրնա օգնել իրենց։ Ընդհանրապես, հակառակ որ այս զանր մեղավորները բահված են փայլուն եւ լավ վիճակ ունեցող մագերեսի մտակ, կան այնպիսի լավ երևցած անդամներ եկեղեցու մեջ, անոնք փրկված չեն, բայց չեն հավատար, որ հոգեվոր փորոդություն ունին։ Եվ ասոնք սիրելիներ, բոլոր մեղավորներեն ամենեն գործվածն են։ Նույնիսկ մոլության մեջ գտնվող մեղավորը ավելի թյուրին է շահիլ, քան այս մարդը, որ չի կարծեր, որ ինք փորոդ է։ Հիմա այս հոգեվոր փորոդության ուրիշ գոմն ալգա, ամբողջ մարմինն ու հոգին ախտերով ծածկված ըլլալը չնշանակեր, որ վիճակը անհույս է, որովհետև ինչպես մարդու մարմնի վերքերը Սուրբ Գիրքը գսե թե
եթե ախտը ջերմագիտ հարցեր է, հիվանդը ախտավոր այսինքն մաքուր կհամարվի։ Այս ինձի հստակ կտվի, որ ոչ մեկ մեղավոր անհույս է։ 18-44 համարներու մեջ կտեսնենք, որ փորոդությունը որ գուքա թարախեն կամ բահվդած է մորուքի մազերու կամ գլխուն վրա։ Գրնալը չբացահայտվի եւ պետք է հadouk ստուգում անել։ Նմանապես մեղքը, որ բահդված գլա այնպիսի վայրերու մեջ, ինչպես եկեղեցին կամ Երագնորյա դպրոցի ուսուցիչներու հանդիպումին, ուր կարելի է բահված մնալ, այդ մեղք է, որ պետք է ուշադրությամբ նկատի առնվի։ 46-49-րդ համարները գվերապերին փորոդ մարդումը հակուսներուն գարկադրությամբ։ Այդ ցույց կտա, թե որքան վարագիչ է հիվանդությունը, որ նույնիսկ հանդերձը գրնա հիվանդությունը գրել եւ դարաձել զայն։ Այս պատկերը լավ կներկայացնե մեր քննությունը հոգևոր փորոդության նկատմամբ, քանի որ մեղավորները գրնան շատ վարագիչ ըլլալ եւ անթյուրությամբ գրնա վարագել ուրիշներուն։ Սիրելիս, ինչ պիտի ընե Տեր Հիսուս, երբ մեղքի փորոդությունդ անմիջապես իր առջև բերես։